Կրթություն ստանալ մայրաքաղաքում, վերադառնալ ու գիտելիքներն օգտագործել հարազատ գյուղում ծառայություններ մատուցելու համար։ Գուցե շատ երիտասարդների համար սա այնքան էլ հեռանկարային չէ, բայց ոչ մեր հերոսի, որն այսօր Ախորյան համայնքում բժիշկ առաջնորդ է։ Ախորյանի բժշկական կենտրոնի ընտանեկան բժիշկ Գագիկ Սաֆարյան։ Բարև ձեզ, բժիշկ Սաֆարյան։ Բարև ձեզ։ Բժիշկ դառնալու որոշումն ինչպես է կայացվել։ Սովորաբար մասնագիտության ընտրության հարցում ազդեցություն են ունենում ծնողները, ավագ քույր ու եղբայրները կամ գուցե մանկական երազանք։ Ձեր դեպքում ինչպես է կայացվել այդ որոշումը։ Իմ դեպքում մանկական երազանք էր, նաև նպաստել են ծնողներս, որ դառնայի, որովհետև մեր ընդհանրապես բարեկամների մեջ բժիշկներ չկան ու ես որոշել եմ բժիշկ դառնամ փոքր ժամանակվանից ու ծնողներս նպաստել են այդ գործում ու հետո առաջի քայլերս որ կատարել եմ բժշկության ոլորտում եղել է Գյումրու պետական բժշկական քոլեջում հետո արդեն Երևանի բժշկական համալսարանում եմ ընդունվել հետո Առողջապահության ազգային ինստիտուտում որպես ընտանեկան բժշկության ամբիոնում սովորել եմ ու այդ ընթացքում աշխատել եմ նաև բժշկության ոլորտում սկզբից որպես բուժակ եմ աշխատել, իսկ հիմա որպես բժիշկ արդեն 6 տարի եւ ավելի է բժիշկ եմ աշխատում ընդհանուր բժշկության ոլորտում 10 տարուց ավել փորձ ունեմ առաջի քայլերս որ կատարել եմ եղել է Գյումրու բժշկական կենտրոնը եւ Ախորյանի շտաբ օգնությունը ներկայապահին արդեն հանրապետական շտաբ օգնություն է կոչվում, որպես բուժակ եմ աշխատել, հետո արդեն 2018 թվականից աշխատել եմ Ախորյանի շտաբ օգնությունում որպես բրիգադի բժիշկ, 20 թվականից աշխատել եմ որպես այստեղ Ախորյանի բժշկական կենտրոնում ընտանեկան բժիշկ ու հիմա մինչև օրս աշխատում եմ։ Մայրաքաղաքում կրթություն ստանալ, վերադառնալ հարազատ գյուղը պլանների մեջ արդյոք հենց այդպես էր գծված, որովհետև շատ երիտասարդներ մայրաքաղաքում կրթություն ստանալուց հետո չեն ուզում վերադառնալ ու շատերը չեն էլ վերադառնում։ Ի սկզբանե ես իմ մոտ այդ ասել եմ, որ ես եթե պետք է բժիշկ դառնամ, ուրեմն աշխատելու իմ համայնքում ու բուժելու եմ իմ համայնքի պացիենտներին, որովհետև եթե մեկ բան նպատակ ես դնում ու պետք է հասնես այդ նպատակին, ես ուզում եմ, որ իմ համայնքը լինի առողջ եւ մենակ պոլիկլինիկական կամ ընդհանրապես բժիշկների դիմեն կանխարգելիչ նպատակներով, որովհետև ես սիրում եմ իմ համայնքը ու ուզում եմ, որ իմ համայնքում աշխատել ու իմ համայնքի բնակիչներին, այսպես ասած, բուժօգնություն ցուցաբերել, ընդհանրապես մեր մարզի, հա, Երևանի հետ կապված էլի լիքը տարբերակներ ունեի ընտրության, որ պետք է Երևանում աշխատեի եւ այլն, բայց հաշվի առնելով, որ ես մեր մարզից եմ, ես պետք է աշխատեմ մեր մարզում ու այդպես եղավ։ Ես ի սկզբանե միշտ որոշել եմ, որ աշխատելու եմ իմ մարզում, իմ համայնքում։ Բժիշկ առաջնորդի, այսպես ասած, տիտղոսն եք կրում, ընդհանրապես ինչ է նշանակում լինել բժիշկ առաջնորդ։ Բժիշկ առաջնորդը դա Առողջ Հայաստան հիմնադրամի ծրագիր կար, նաև հիմա էլ կա, հա, մոտավոր 6-7 ամիս առաջ եմ դիմել բժիշկ առաջնորդ այդ ծրագրին, ընտրվել եմ որպես Ախորյան համայնքում բժիշկ առաջնորդ, Բժիշկ առաջնորդը ընդհանրապես
իրեն համայնքում, հա, ամեն առաջնորդ բժշկության ոլորտում իրեն համայնքում պետք է անի իրեն ենթադրենք ես վերցրել եմ զարգերակային հիպերտենզիայի սկրինինգային ծրագիրը կանխարգելում, բուժում եւ հետագա վարումը, հա, ես մտածելով աշխատելով նաեւ այստեղ պոլիկլինիկայում շատ էր դիմելությունը պացիենտների, որ ու ենթադրենք գալիս էին այլ կանգատով, ես միշտ ճնշման չափելու ժամանակ միշտ տեսնում էի հիմնական մասսայի մոտ, հա, բարձր զարգերակային հիպերտենզիա ու առողջ Հայաստան ծրագիրը որ եղավ, ես պետքա նախագիծ, այսպես ասած, ներկայացնեի, թե ես ինչով եմ զբաղվելու իմ համայնքում։ Այդ նախագիծը իմ մեջ էր, հա, ես միշտ ուզում էի այդ զարգերակային հիպերտենզիայի ախտորոշումը կազմակերպեի, որ ավելի սրտանոթային ռիսկի այդ պատահարների ռիսկը ավելի քչանար ու պացիենտները ավելի հսկված լինեին ու ես որոշեցի, որ պետք է ներկայացնեմ զարգերակային հիպերտենզիայի սկրինինգային ծրագիրը։ Այդպես արդեն ինչ արդյունքներ ունի այդ նախագիծը։ Այդ նախագիծը մենք ընդհանրապես Zoom հարթակով է ամեն շաբաթը 2 անգամ դեպքերի քննարկում ենք կատարում, կլինիկական մտածելակերպ ենք զարգացնում եւ մյուս զումերին էլ որ մասնակցում ենք տարբեր հիվանդություններ ենք վերլուծում, քննարկում, փորձի փոխանակում ենք կատարում թե տեղի լավագույն մասնագետների հետ, թե արտերկրյա մասնագետների ընտանեկան բժիշկների հետ փորձի փոխանակումներ ենք կատարում։ Ու այս ծրագիրը 2 տարի է, ես 2 տարվա մեջ պետքա մեր Ախուրյան համայնքը, այսպես ասած, հա, ու հարակից գյուղերը, ընդհանուր խոշորացված համայնքը, հա, պետքա կատարեն զարգերակային հիպերտենզիայի սկրինինգային ծրագիրը։ Իսկ ինչ է սա ենթադրում համապատասխան մասնագետներով համալրում, հետազոտությունների մատչելիություն։ Նայեք, ինչի հնարավորություն այսօր արդեն կա Ախուրյանում եւ այդ ծրագրի ավարտին, ծրագրի արդյունքում ինչպես կավելանա։ Ենթադրենք ես իմ պացիենտներին օրինակ թիվ, հա, ենթադրենք 2500 օրինակ, այդ պացիենտներին 18 տարեկանից բարձր բոլորին կատարում ենք ճնշման չափում։ Ճնշման չափման արդյունքում մենք հասկանում ենք ինքը ռիսկ ունի կամ զարգերակային հիպերտենզիա ունենալու կամ որաշրջանի զարգերակային հիպերտենզիա է ու պացիենտներ կան, որոնք ընդհանրապես իրենք տեղյակ չեն, որ իրենք զարգերակային հիպերտենզիա ունեն։ Մենք պետքա չափենք, հայտնաբերենք եւ կանխարգելենք հետագա սրտանոթային պատահարների ռիսկի մասին է խոսքը։ Ու հիմա նաեւ առողջապահության նախարարությունը երբ որ ունեցանք ապահովագրություն, այդ կողմից շատ ավելի լավ է, հետագա դեղորայքային առումով, թե հետազոտությունների լաբորատոր գործիքային հետազոտությունների առումով ավելի մատչելի հասանելիությունը շատ է այդպես պացիենտների, որովհետև 65 եւ ավել տարիքի պացիենտներն են, չէ, ապահովագրության մեջ ընդգրկված եւ ընդհանուր աշխատող պացիենտների մասին կամ սոցիալաբավ խմբերում գտնվող պացիենտների մասին էր խոսքը։ Այդ պարագայում ավելի հեշտությամբ կարող եմ կատարել այդ զարգերակային հիպերտենզիայի կանխարգելումը, վերահսկումը, որովհետև ունենք, երբ որ հայտնաբերվում է, հա, զարգերակային հիպերտենզիան, այն ժամանակ, երբ որ պացիենտներին նշանակում էր ենթադրենք այս դեղորայքը, որը որ ինքը կարտոնություն կամ ինչ-որ սոցխմբի չէր պատկանում, ինքը գնում էր։ Իսկ հիմա արդեն 65+ կամ մնացած սոցխմբի պացիենտները հանգիստ կարող ես նշանակել համընդհանուր ապահովագրությունով, մարդիկ գնում են անվճար դեղորայքը վերցնում են եւ այդ պարագայում ավելի պացիենտները ֆինանսապես, այսպես ասած, չեն ուժում այն ժամանակ որ մտածում էին որ լավ մի օր տեղ չխմենք, երկրորդ օրը խմենք կամ ինչ-որ տնտեսային, իսկ հիմա հանգիստ դեղորայք խմում են եւ հետագա բարդությունների ռիսկը ավելի քիչ է լինում։ Հա, ուսումնասիրել եք ինչքան մարդկանց մոտ կոնկրետ ձեր հիվանդների կա այդ վտանգը զարգերակային հիպերտենզիայի եւ ավելի բարդ դեպքերի։ Նոր եմ սկսել այդ ծրագիրը, բայց այստեղ որ աշխատում էի, այդ ընթացքում ամեն երկրորդ, երրորդ մարդու մոտ ես հայտնաբերում էի բարձր զարգերակային հիպերտենզիա, 160, 170, 200 եւ ավելի բարձր։ Այդ պացիենտները, որ գալիս էին ուղղակի այլ կանգատներով, հա, ես միշտ չափել եմ իրենց զարգերակային հիպերտենզիան եւ միշտ չեմ ասի, բայց հիմնականը բարձր արդյունքներ եմ ունեցել, թվեր եմ ունեցել։
ու ես երբ որ պացիենտի հետ խոսում եմ, ասում եմ, որ դուք գիտեք ունեք բարձր ճնշում, ասում եմ բժիշկ ջան, ես ինչևէ չեմ գիտեցել, որ ճնշում ունեմ, որովհետև ինձ չի անհանգստացրել։ Փաստ է, որ ես ճնշում ունեմ։ Առողջ Հայաստանի ծրագիրը, ինչքան գիտեմ, ինքը ենթադրում է մատչելի առողջապահություն։ Գրեթե միշտ գյուղական բժշկական կենտրոններում, ամբուլատորիաներում նեղ մասնագետների կարիք կա։ Հիմա կոնկրետ Ախուրյանում վիճակն ինչպիսին է, կա նեղ մասնագետներ, որոնցով արդեն ապահովված է, եւ մասնագետներ, որոնց դիմելու համար պետք է գնալ Գյումրի կամ մայրաքաղաք։ Ոչ, մեր պոլիկլինիկայում մենք ունենք հիմնական բոլոր նախ սարքավորումները, նեղ մասնագետները ունենք եւ այդ պարագայում մենք ավելի հեշտությամբ ենք այդ սկրինինգային ծրագիրը կատարում ու ընդհանրապես կամ այլ կանգատներով են գալիս, ունենք նյարդաբան, ունենք սրտաբան, ունենք լոր մասնագետներ, մաշկաբան ունենք եւ այլ մասնագետներ ունենք բազմաթիվ, թե տեխնիկական սարքավորումներով մենք այսպես ասած առաջատար ենք, որովհետեւ մենք ունենք լավագույն սոնոգրաֆիկ ապարատ, ունենք լաբորատորիան, որը վերջի մի քանի ամիսների ընթացքում վերազինվեց նոր սարքավորումներով եւ լայն է արդեն հետազոտությունների սպեկտրը, հա, ու արդեն կարող ենք պոլիկլինիկ ծառայությունում մենք տրամադրել պացիենտներին արդենից, որպեսզի չհասնեն Գյումրի կամ չգնան մայրաքաղաք թե նեղ մասնագետների առումով, թե գործիկա սարքավորումների առումով։ Երբ որ արդեն նեղ մասնագիտական, ասենք սրտային վիրաբուժություն եւ այլն, արդեն ուղարկում ենք մայրաքաղաք։ Եվ Ախուրյան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչներն են դիմում պոլիկլինիկա, կամ գուցե ձեր ծառայություններն են հասանելի խոշորացված համայնքի այլ բնակավայրերում։ Ուրեմն ես հիմա մեր պոլիկլինիկան Ախուրյանում է, բայց կողքի մնացած գյուղերի մարդիկ էլի դիմում են Ախուրյան։ Նաև ունեմ ես Գյումրիից բնակիչներ, ունեմ Վանաձորի մարզից բնակիչներ, շատ են բնակիչները, թե տեխնիկական առումներով, թե նեղ մասնագետների առումներով, ամեն առումով, որովհետեւ պացիենտը կա այստեղ ու լիարժեք իրեն բուժումը կամ չգիտեմ հետազոտությունը ստանա գնա, այլ չգնա այս պոլիկլինիկան կամ չգիտեմ այս ստացիոնարը հետազոտությունը անցնի, պացիենտները բոլորը գերադասում են, որ գնանք միտեղ, անցնենք հետազոտությունները, բժիշկը տեղում լինի, բուժումը ստանանք, գանք հետ, ոչ թե գնանք այլ ասենք կլինիկաներ հետազոտություններ անցնելու համար։ Բոլոր հիմնական են հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են ու մշտական պետք են, մենք ունենք պոլիկլինիկայում։ Իսկ դուք որպես բժիշկ այլ գյուղական ամբուլատորիաներում, կենտրոններում զբաղվածություն ունեք, այսինքն ձեզ կարելի է գտնել համայնքի այլ բնակավայրում։ Ես նախ իմ պացիենտների համար միշտ հասանելի եմ, միշտ այդպես ժամանակ չի լինում, որ ես հասանելի չլինեմ, եթե ինչ որ, ասենք, չգիտեմ, կոնֆերանսի եմ մասնակցում կամ ինչ որ այլ բժշկական ոլորտում միջոցառումների մասնակցում, այդ բանին կարող է չգտնեմ ինձ, բայց երբ որ ես տեսնում եմ ինձ զանգ եկել կամ չգիտեմ ինչ որ բան, ես միշտ պատասխանում եմ, միշտ եթե ընտանեկան բժիշկ, ուրեմն 24/7 ռեժիմով հասանելի պետք է լինես պացիենտների, բնակիչների համար, որովհետև շատ հաճախ լինում է, որ կոնկրետ իմ բնակիչը չի զանգում, այլ չգիտեմ, ուրիշ այլ բնակիչ է զանգում, ինչ որ բժշկական առումով խորհրդատվություն ասնում, դու ընտանեկան բժիշկը ընդհանրապես չի կարող չպատասխանել։ Ես միշտ այդ կարծրատիպն եմ ունեցել, որ եթե ես դառնամ ընտանեկան բժիշկ կամ ընդհանրապես բժշկության ոլորտում աշխատեմ, ես միշտ հասանելի եմ լինելու իմ պացիենտների համար։ Այդ ամենակարևորն է։ Ու մյուս կարևոր փաստը ասեմ, որ երբ որ պացիենտը մտնում է ներս, դու պետք է մոտավոր 100 վայրկյան տրամադրես պացիենտի։ Նաև դասախոսական գործունեություն եք ծավալում, ինչպես է համատեղվում բժշկությունը դասախոսության հետ եւ որ բաժնի ուսանողներն են, որոնք ձեր տված գիտելիքների կարիքն ամենաշատն։ Ես դասավանդում եմ Գյումրու պետական բժշկական քոլեջում, կոսմետոլոգիայի բաժնում ներքին հիվանդություններ եմ դասավանդում, ու ներքին հիվանդությունները ընդհանրապես ինքը մեծ լայն սպեկտր ունի, բայց երեխեքը որ գալիս են, այստեղ եմ անում դասերը, որովհետև այստեղ իրենց պրակտիկ գործնական աշխատանքը ավելի շատ է։ Ես միշտ գնահատում եմ
բուժքույրերի, ընդհանրապես բուժաշխատողների գործնական հմտությունները ճիշտ է, տեսականն էլ էս գնահատում, բայց գործնականն էլ է շատ կարևոր է այս պարագայում։ Ուսանողները, որ գալիս են, այստեղ տեսնում են մենք ինչպես ենք պացիենտին դիմավորում, ինչ հարցեր ենք տալիս, անամնեզի հավաքման պահով, թե բուժման առումներով, այստեղ ավելի շատ կարևոր է ու ես միշտ ուզեցել եմ, որ դասավանդեմ, որ այսպես ասած ինձ ինչպես որ դասավանդել են ու կրտել են, ես հիմա մասնագետ եմ, ուզում եմ, որ մնացած սերունդներն էլ այդպես լավ մասնագետներ դառնան։ Նաև աշխատում եմ, նոր եմ սկսել աշխատելը Ախուրյան խոշորացված համայնքի Ազադան բնակավայրում, Ազադանի ամբուլատորիայում, այնտեղ նաև կարող եմ սպասարկել տեղում հենց որպեսզի էլ Ազադանից չունենանք այստեղ պացիենտներ, այսինքն չկան հասնեն այստեղ, նաև սպասարկում եմ այնտեղ Ազադանի ամբուլատորիայում։ Աշխատում եք Ախուրյանի բժշկական կենտրոնում եւ նույն ժամանակ նաև շտապ օգնությունում, որտեղ է ավելի հետաքրքիր ու դժվար աշխատանքը։ Ուրեմն իհարկե միանշանակ ընտանեկան բժշկության ես միշտ ուզեցել եմ ընտանեկան բժիշկ դառնամ եւ ընտանեկան բժշկության ոլորտում ինքը բարդ մասնագիտություն է, այսպես ասած, որովհետեւ դու ամեն պացիենտի ախտորոշման հետ կապված դու պետք է առաջնային օղակը ամենաառաջինի ինքնատնում պացիենտի ախտորոշումը հետազոտությունների սպեկտրը մենք ենք որոշում, ինչ հետազոտություններ ունի պացիենտը, պետք է անցնի ինչ քանգատներով, հա, ըստ քանգատների արդեն որոշում ենք ախտորոշումների սպեկտրը, թե ինչ ախտորոշումների պետք է գնա, ինչ նախնական ախտորոշում ենք դրել պացիենտին ու սկսում ենք բուժել, եթե ախտորոշումը հաստատվում է, սկսում ենք բուժել, եթե արդեն պետք է նեղ մասնագետի օգնություն, այսպես ասած խորհրդատվություն, արդեն նոր ուղարկում ենք Գյումրի բժշկական կենտրոն կամ այլ կլինիկաներ։ Շտապ օգնության աշխատանքը շատ ծանրաբեռնված է։ Շտապ օգնության առումով կարող եմ ասել, որ ծանրաբեռնվածությունը շատ է ու ես ի սկզբանե սիրել եմ նաև առաջի բուժօգնությունը ու միշտ ինձ համար առաջնային է նաև շտապ օգնության աշխատանքը, որովհետև դու տեսնում ես պացիենտին առաջին անգամ ու քանգատները հանգարցակիցակած, դու չգիտես պացիենտի անամնեզում, հա, հիվանդության ունեցել է, չի ունեցել, այդ շտապ օգնությունը ինձ համար շատ կարևոր է ու միշտ բժշկության ոլորտում պետք է կարտալ, միշտ պրակտիկա ձեռք բերել, ոչ թե նստել ու վերջ չէ, միշտ պետք է սովորել, միշտ պետք է պրակտիկա ձեռք բերել, բոլորի բուժաշխատողների կարծիքը նաև ինձ համար կարևոր է ու նաև շտապ օգնությունը ինձ փորձ է տալիս նաև պացիենտների առաջին բուժօգնության, չնայած այն բանին, որ աշխատել եմ էլի Գյումրի բժշկական կենտրոնում որպես առաջին բուժօգնության ընդունարանում, հա, բայց շտապ օգնությունը այդ պարագայում, շտապ օգնության պարագայում ես եմ, բուժքույրս է եւ վարորդս է։ Ու այդ բուժ աշխատող չկա։ Մենք ենք ամեն ինչ կազմակերպում այդ առումով ու մենք ենք որոշում սկզբունքները, ինչպես պետք է անենք, պետք է տեղափոխվի հիվանդը, չպետք է տեղափոխվի կամ այդ բանը ինչ տեղորայք է պետք հիվանդին։ Այսինքն ավելի պատասխանատվությունը Այո, պատասխանատվությունը շատ է, բայց պոլիկլինիկայի առումով էլ կարող եմ ասել, որ այստեղ ամբուլատոր օղակ է, այսինքն հիվանդներին, որ տեղորայք ենք նշանակում, այդ տեղորայքի հագացություններ կան, ալերգիկ ռեակցիաներ կան, մենք այդ առումով էլ է դժվար պոլիկլինիկան նաև, բայց պոլիկլինիկան էլ է ինձ համար էլի կարևոր, որովհետև բնակչությանը ես գիտեմ իրենց սոցիալ-տնտեսական վիճակը, ապրելակերպը, ես օրինակ ենթադրենք նշանակում եմ այս տեղորայքի ինքը կարող է քնել թե չէ։ Ես հիմնական 90% եւ ավելի այսպես կարող եմ ասել, ես իմ պացիենտների ապրելակերպը գիտեմ ոնց են ապրում պացիենտները, ինչ պայմաններում են ապրում իմ պացիենտները եւ նաեւ այդ ախտորոշման հետ կապված կարող եմ ասել, որ
օրինակ ունեի պացիենտ, որ ինքը շատ խոնավ պայմաններում էր ապրում ու ես գիտեի, որ ինքը խոնավ պայմաններում էր ապրում։ Եկավ ինքը ընդհանրապես այլ կանգնատներով, բայց պարզվեց, որ հենց այդ իրենց տան խոնավության հետ կապված ես գիտեի դա, որ ինքը այդ պայմաններում է ապրում։ Ու շատ կարևոր է հա ընտանեկան բժշկության մեջ, որ դու գիտենաս, թե քո պացիենտը, քո բնակիչը ինչ պայմաններում է ապրում։ Մարդկանց հետ, հա, աշխատելու ամենահետաքրքիր ու միևնույն ժամանակ դժվար պահերը որոնք են։ Մի քանի տարվա մեջ կարող է դեպք լինի, որ մի անգամ ընդմիջում անենք, որ պացիենտը եկավ, տեսավ, որ ընդմիջում ենք անում, թողեց գնաց ինքը, երկրորդ օրը ինքը իր ձեռքի պատրաստած սալատներն էր բերել, աղցաններն էր բերել, որը ավելի օգտակար է մեզ, էներգիայով լի է, բերեց դրեց սեղանին, ասեց բժիշկ ջան, սրանից հետո ես քեզ ընդմիջումներին միշտ այսպես աղցաններ կբերեմ, որովհետեւ դուք էներգիա ունենաք, այսքան պացիենտների հետ խոսեք, դու երեկվա հացը որ ուտում էիր, այդտեղ շատ ճարպային բաներ կար, որը քեզ չի կարելի, ու իմ այդ պացիենտս հենց գալիս է մեր մոտ միշտ աղցաններ է պատրաստում իրենց ձեռքի։ Մենք ընտանեկան բժիշկներս իրենց ընտանիքի մի մասն են կազմում։ Բժիշկ լինելը գործ է թե առաքելություն։ Միանշանակ առաքելություն։ Գործը չի ասի, բայց առաքելությունը միանշանակ, որովհետև ինձ համար կարևոր է իմ ազգի, իմ համայնքի առողջությունը, շատ կարևոր է ու ես միշտ հասանելի եմ իմ պացիենտների համար, միշտ զանգում եմ, միշտ հետաքրքրվում եմ, որովհետև դե մարդիկ կան, որ ասում են շատ զանգեց, այս ինչի ես կան զանգեց կամ ինչ-որ բան, բայց ես ընդհանրապես չեմ նեղում այդ զանգելուց, որովհետև ինձ համար կարևոր է իմ գործը, ինձ համար կարևոր է իմ բնակիչը եւ նրանց առողջությունը, որովհետև պետք է ունենանք առողջ հասարակություն, որովհետեւ կրթենք մնացածներին, որ կան պոլիկլինիկա թիմեն առաջի հետազոտությունների համար կամ կանխարգելիչ նպատակներով կամ թեկուզ հիվանդություններով չմնան տունը, այլ կհանդիմեն պոլիկլինիկա եւ մնացած հետազոտություններ անցնեն։ Շատ կարեւոր է առողջ բնակիչ ունենալը, որովհետեւ հետագայում բարդություններից խուսափենք։ Շնորհակալություն։ Առողջ եղեք, ինչպես ասել է Արթուր Շոպենհաուերը, առողջությունն ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ ոչինչ է, եթե այն չկա։